Դե լավ, առաջին հարցը ձեր նախնիներին մասին է, ձեր նախնիները շտեղից են, շտեղն իրել ապրելիս, ինչ են իրենց կյանքի մասին պատմալ, ձեր գյուղի պատմությունը, սովորույթները։ Լավ։ Կարող ենք։ Ուրեմն ուզում գրական։ Իմ նախնիները մորական կողմից Ղարադաղից են, Պարսկաստանի, իսկ պապայիս կողմը Էրզրումի հայեր են։ Այնպես ընդդիա ստացվա, որ ծնողներս հանդիպալն իրար Քաջարանում, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը նորաստեղծ, այնտեղ միասին աշխատում անալ, ամուսնացալ են, այստենց ընտանիք են կազմալ։ Մորական կողմից իմ տատը ելել է Գարեգին Նժդեհի զինվորը, սալդատ։ Իր աղբերը գնդացրուրդ է, պուլեմյոտչիկ արել, իսկ ինքը զինվոր, շարքային։ Նաև տատս միշտ որ բաղնիք իրանում, Գիրգյամոտ, իր մազերը հավաքում էր, ստեղ մի մոտ շռամ կար, Մոսինի պատրոնը ստեղից տվածել է, ստեղ ավտոս եկած, վիզը վիրավոր էր, էլի։ Հայ ադրբեջանական 20-ական թվերի այդ պատերազմի մասնակից էր տատս, քանի որ Նժդեհի զինվորն էր։ Դի էլի գիտեմ, Ղարաբաղի հետ արյունակցական որևէ կապ չմնացալ, բայց քանի որ ուսումս ստացալ եմ Ստեփանակերտի համալսարանում եւ ետ եկալ եմ Ղափան, իմ ծննդավայրը Ղափանի թատրոնում եմ աշխատում, բայց կապս պահում եմ Ղարաբաղի հետ եւ հնարավոր չի լա որ այդ քաղաք ինձ կրթություն տա, ես իրան մոռանամ։ Դրա հետի լավոլուսալ եմ ստորագրությունն հավաքում Ղարաբաղում 87 թվին, ընտանիքով քոչալ եմ գցա Ստեփանակերտ։ 22 տարի վարձում ապրել Ստեփանակերտ։ 22 տարի, բայց ոչ մի անգամ Ղարաբաղը լքալ չեմ։ Եվ առաջի պատերազմին եմ ներկայել, եւ երկրորդ, եւ այս վերջինը։ Ստեփանակերտում էլ թատրոնում եմ աշխատալ, միաժամանակ հետո 95 թվից տեղափոխվել եմ հեռուստատեսություն, էլի տելևիդենիա։ Ու 30 տարի տելևիդենիայում եմ աշխատում։ Պետական համալսարանում էլ ժուրնալիստիկա եմ պարապում, Գյուրջան արվեստի ինստիտուտում էլ հայ եւ արտասահմանյան արվեստի պատմություն եմ պարապում ուսանողներին։ Մոտավորապես այսքանը, բայց 20-ական թվերի այդ պատերազմների թողած հետևանքը մեր ընտանիքում շատ այտենց ծանր ալալ, որովհետև Ղափան Քաջարան ճանապարհի վրա կա մի գյուղ, ինքը պատմական հայկական գյուղ է, պատմական իր անունը Շեքս է, Շղարշիկ, նաև պիեն ասում, բայց թուրքերի Շեհերջի գն ասում, թուրքա բնակալ է ինքը հետը։ Այդ ժամանակ իմ մորական մամայիս հորեղբոր տղան 12 տարեկան տղա էր, անունը Արտավազ։ Մի օր քեցալակովը փնտրելու, կովը ուշացալ է, եկալ չի, քեցալակովը ճարելի եւ այդ Շեհերջի գյուղի թուրքերը այդ կովի պատճառավ, որ կովը իրանց անավանին, այդ տղային մորթալն գլուխը դրել ջոպորի ծառի իրա։ Եվ մինչև իմ մամայի մահանալը, ամեն անգամ երբ որ մեքենայով տեղավ քնում ընկլա, մամաս միշտ խնդրում ալա մաշինը կանգնացնիմ, քշանում ալալ այդ Կներեք,
այդ անկուզենին խտում ալալ մամաս մինչև իր կյանքի վերջը ցավեր ապրում այդ երեխու համար որ թուրքերը իրանց սպանան ամեն դեպքում մտածել թե Թուրքի հետ կարելի է ապրել դա չլինելու բանա Թուրքի հետ կարելի է գոյատևել բայց իր հետ բարեկամաբար անկեղծ մարդավայել դա հնարավոր չի որովհետև իրանք միշտ հենգամիտ են ես այնքան բաներ ունեմ թուրքերի մասին որ ամբողջ մի կյանք հերիք չի անելու պատմելու են հիմա իրանք մի քիչ իրանց գործերը աճում իրանք էյֆորիա այսպես չինքան բայց իրականությունը այնա որ 92 թվականին երբ որ հեռուստատեսությունում լա աշխատում 9 թուրքի 9 ռազմագերի թուրքի տարալում Զվարթնոց այրոպորտից որ ղարկինք բան անմիջա Բաքու բինա օթանավակայան եւ մեր ռազմագերիներն էլ բինայից պետքա կյան մեզ մոտ այդ իրականացնում է վրացական ավիաուղիներ ընկերությունը միևնույն ժամանակ ստեղից թռնում է մեր թուրքերի գերիների սամալյոտը Բաքվից էլ կյամա մերը մոք այդ թուրքերին երբ որ պիտի ղարկինք մի հատ թուրք ռազմագերի օզալ չնստի սամալյոտ Ой, весело. Nereye Ալո Բարև Ոչինչ, ես ինտերվյուն տամ, պրծնիմ զանգ կտամ քեզ Давай Այդ թուրքը, որ պետքա նստեր սամալյոտ իհարկե ԿԳԲ աշխատողներ կան ինձ հետ ես ընդամենը նկարում եւ այլ որպես լրագրող Կարմիր Խաչիկ կան բայց այդ թուրքը սամալյոտի կալոսը խտալա ասում ինձ ստեղ սպանեք ինձ ինչ ուզում եք ստեղ արեք ինչ գործ ասում եք անիմ մինակ ղարկում եք Բաքու ինձ ղարկում եք Բաքու որտե ինքը գյումալա որ ինքը այնտեղ ապագա չունի հենց հասնի Բաքու իր հերանից ելնում իսկ մոր գերիները որ եկալ են այդ 9 տղաներին ես որ մոտիկացամ ինտերվյու անեմ տեսան որ նրանք մարմնով են ստեղ իրանց հոգի կավեջ իրանց սրսկած են հետո արկած այդ տղաները հասկանում չունեն որ իրանք հենան հայրենի հողի վրա հենան իրանց երկրում լրիվ զոմբիացած են այդ տղաները թուրքերը դրանքը խորհրդային տարիներից սովետի թվին շտեղը քիլալ դուք ծառայալ կացող սովետի բանակում իրավունքների մասին խորհրդային բանակում ծառայալ բանակից հետո միլիցիայի դպրոցում կեցա քրեական հետախուզության տեսուչ աշխատում 4 տարի Ալտայսկի կրայում ապրալ եւ ամբողջ Западной Սիբիրը ոտի տակ եմ տվել Բարնաուլ, Բիսկ, Ռուբցովսկի, Կամինաբի, Կամսամոլսկ, Նամուրի մի խոսքով այնտեղ Տյումեն, Տոմսկ, Օմսկ եւ այլն բայց հասկացան որ միլիցիայի աշխատանքը դա իմ աշխատանքը չի դա իմը չի
որովհետև այդ դաժանությունները բանը որ տեսնում եմ միլիցիայի աշխատողների կողմից քաղաքացու հանդեպ, ես տակարım չունա տանին։ Իմ կոչումը թատրոնն դերասան լինելն է։ Հետո եկա ამ ինստիտուտը ավարտապենք Ցաղափանի թատրոնում որպես գրակամասի վարիչ եւ դերասան եմ աշխատում եւ պրոֆմիության նախագահ, պրոֆսայզի նախագահ։ Դե հետո էլ 87 թվականին տեղափոխվամ Ստեփանակերտ, 87 թվականի սեպտեմբերի 21-ին արդեն Ստեփանակերտի թատրոնում աշխատում։ Թատերական ստուդիայի տնօրեն եմ եւ դերասան։ Որից հետո 95 թվականին արդեն տեղափոխվել եմ հեռուստատեսություն։ Ու մինչև վերջ մնացա հեռուստատեսությունում։ Աշխատանքս դա է հիմնականում։ Իսկ իրար չի դիվաղ վերաբերիկ ադրբեջանցիների հետ։ Այդ ժամանակ Չէ, ընդհանրապես սաղ ձեր կյանքում դիմի շրջան իրար չի վեր դուք ապրիկ ադրբեջանցիների հետ։ Ուսանողական տարիներից 76 թվին, որ համալսարանում սվերում լա, Արցախի համալսարանում այն ժամանակ կոչվում էր մանկավարժական ինստիտուտ։ Կար նաև ադրբեջանական սեկտոր, ֆակուլտետ։ Եվ այդ թուրքերը հանրակացանում հայերի հետ միասին են ապրում։ Բայց Արարատ նեֆչի ֆուտբոլի ժամանակ Արարատը Բաքվում նեֆչի հետ ֆուտբոլ է խաղանում։ Թուրքերը եկած են այնտեղ սենյակ կա, կարմիրանքին է կոչվում, Красный уголок։ Տելևիզոր է դրած, նստարաններ է դրած, եկալ այնտեղ նստած ֆուտբոլ են քեշում։ Այս թուրքերը որ գոլ են խաղալ, սկսալ են հայերին ձեր առնելը։ Թուղթը փաթաթում նստի, թխում վզի այդպեսի, էլի։ Իզդիվաց են մզանալ, որ իրանք 1-0 տանում են։ Եվ այդ խաղը երբ որ արդեն 89-րդ րոպեն է տաթև, խաղը պիտի պրծնե, 1-0 թուրքերը հաղթում են։ Ես տեսնում եմ, որ մերոնք ուգլավոյ են թխելու, անկյունային է։ Ես մտքումս ասում, Տեր Աստված, մերոնք գոլ թխին։ Ու երբ որ աջ անկյունից անկյունայինը թխում են, գնդակը հələ չմտած վարոտը, ես արդեն գիտում եմ, որ գոլ է։ Իսկ հայ տղեկը այդ ընթացքում քեցած է արդեն։ Մենակ ես եմ մնաց։ Որ գոլ է մտնում, շուտը տերմա 1-1, ես շոր եմ գալիս թուրքերին ստիանում, էլի որ շո։ Այս թուրքերը, քանի որ իրանք 40 հոգի ես մենակ, ինձ կանչում են տանում հանրակացանի հետևին Ռազբուրգի։ Եվ այդ ժամանակ մի թուրք աղդամեցի, ուսանող էլի, Ֆազիլ էր անունը։ Այս Ֆազիլը քաղաքից կյամա հանրակացանում, տեսալ է, որ գրուպավոր կինոմ են պետ, մոտիկացավ ասա, նա ոլով, ես ինչա էլ են թուրքերեն։ Նրանք էլ ասում են, այդ տղան մզ ստիժեստ արա, ֆուտբոլի ժամանակ պետ։ Այդ թուրք Ֆազիլը դրանց ուրա ցեղակիցներին ասում է եթե այդ տղան կրեցալ է բոլորիդ դի անի դուք հարցերը ինձ հետ պիտի լուծիկ ինքը մալադեց որ դուխը հերիքալած ասի արա հետո այդ թուրքը ինձ հետ ծանոթացավ այդ Ֆազիլը ինձ հետ սկսել է մոտիկանալ բայց որ ասում եղեդնին է իր նպատակը նայել ինքը գիտում ալա, որ ես քաղաքում Ստեփանակերտում ինչքան խաշվուշ տղեկ կան, գողական տղեկ, բոլորի հետ ընկեր եմ։ Ինքը օզալա չերեզ ինձ մտնի այդ կռուգի մեջ։ Դրա հետ ինձ պատեշկա արա։ Հասկանում ես։ Այնպես որ քաղաքում Ստեփանակերտ ինչքան անունավ տղեկ կային, այդ օրը որ ֆուտբոլի հետ կապված 18 մեքենա եկալա հանրակացանի առաջին շարվա, ինձ կանչում են, հինչալ ասեք, ասում պեն չկա, պրծած հարց պական, չէ ասում, ասեք, եթե ինչ որ պեն այլը, հանրակացանը ստիորքոնում տանիք տնիկ աղդամում,
Քաղաքում ինչքան զնամինիտի տղեկ կային, հիմա ես կարիմ անուններ տամ, բայց տագում թափեն չի ասելու։ Բոլորը գիտում ալա, որ ես քաղաքի այդ տղաների հետ մոտիկ եմ, բոլորին հետ ընկերեմ լա։ Այդ թուրքը ինձ հետ ընկերություն արալ, զուտ էլի իրա շահից ելնելա։ Ոզալա իրա գործերի լավն է, ոզալա մտնի այդ կրոգի մեջ, դրա հետ ինձ պատեշ կարա, անենց չի, որ անկեղծան ազնևն, չէ։ Ինչը քիշում 1990-ական թվականներից, ինչը քիշում առաջին պատերազմից, ինչ մարտահրավերն է ալել օրինակ այդ վախտերի, էլի պատվալային տարիներ, էլի շրջափակում։ Վայ, ես մի ամբողջ վեպում կիրա, դժողքից եկածին հարցեր չեն տալիս, այդ վերնագրը, այդ վեպի մեջ ամեն ինչը նկարագրած եմ դեղ, Իզևիք ես ասին, ինչեր է ալալ, ահա որ 17 օր ես հաս չում կերա, ես հաս չում էի, անցած, նախանցած տարիներից մնացած այդ շաքարակալած վարենին, մուրաբան, վարենի, դա եմ լալոտ, որտեղ որիշ վեշիպ են ունեի վեչ, և 17 օր հացը գիրդեմ չում լա ինչա, բայց Ստեփանակերտ անկեցալ չում։ Դա պատմելու չի, դա հնարավոր չի պատմել, բայց այն, որ ձեցկի բալնիցումը Թուրքիայից եկած մոջախետ կար, Ավղանստանից եկած մոջախետ կար, Պարսկաստանից եկած տղա կար, շատ ատլետիկ կազմացքավ տղա, բայց ոտքերը վիրավորված ալալ դեշիկայով լատխած մերոնք։ Քանի որ ոտքերը վիրավորլան, մերոնք կգբեն որոշալա հազնի թուրքին, այդ պարսիկին, որտեղ ոտքերը գանգարեն այալալ, ինքը պիտի մահանար։ Ես իրա հետ ինտերվյու եմ անում, ասում ինչու հետ ես եկաստը կրվիս։ Ասմատանը քվերք ունեմ, պապաչ ունեմ, պապիկսա, ես էլ եկամ փող աշխատեմ, որ իրանց օժիտ տան, պեն ամուսնանան, բայց ստիվոր եշումում ես երկար ապրելու չում, որտև գանգրենալա ոտքերը պրնած։ Մի խոսքով դա ոզում չում հիշիմ այդ առաջի պատերազմի կաշմարը, դա սարսապելի պեներ ալալ, ահա որ վատալալ։ Այս մին հարցը մի քիչ հռետորական հարց է, ասում դուք ձեզ հունցվում Հայաստանի հայ, թե Արցախի հայ, մի քիչ պեն հարցալիս մասնատոր։ Ես առաջինը ինձ հայ եմ զգում, ինձ համար պեն չկա, էլի տարանջատում Հայաստանի հայ եմ, թա Ղարաբաղի հայ եմ։ Սոս Սարգսյանը, երբ որ իրան այդ ինտերվյու եմ վրա, ասալա Արցախի հայերը հայի ազնվական տեսակն է։ Ղարաբաղի հայը հայի ազնվական տեսակն է։ Եվ դա ես քան տարիները ինչքան ապրում, ամեն օր եմ համոզվում, որ Ղարաբաղի հայը դա հայի լավագույն, մաքուր, սերուցկային տեսակն է իսկապես։ Թե չէ ինչ ասել Ղարաբաղի հայը, Հայաստանի հայը։ Մարդ լինելը դա պատիվ է, մարդ ծնվելը, հայ լինելը դա առաքելություն է։ Ամեն մարդու չի բախտ վիճակում հայ ծնվի, դա ուրիշ երևույթ է։ Մահիկ քինամանք բիդի քաղաք, քինամանք Ստեփանակերտ։ Ստեփանակերտում հիշնա իրար ծզետի հատուկ, վեր օրինակ սա քաղաքներին նման չի, գիտամ։ Չէ, նման չի։ Ոնց եք սիրում, ձեր սիրում ասի։ Դա Ստեփանակերտում ես ունեցալ եմ իմ աղջկան, ծնվել է Ստեփանակերտում։ Ես Ստեփանակերտում ունեցալ եմ աշխատանք, ընկերներ, հիշողություն, կորուստներ, մի ամբողջ կյանք եմ թողել Ստեփանակերտում։ Ստեփանակերտը ինձ համար աշխարհի կենտրոնն է։
աշխարհի լավագույն քաղաքն է։ Հենց նրանով որ առավոտները լուսպեցում է, ծիծեռնակները բալկոններից կողքեր կա սավառնում են։ Ամեն քաղաքում չի դի։ Դու ես Երևանում ծիծեռնակ տեսնում ես, չէ, ագրավներ շատ կա, ծիծեռնակ չէ։ Ստեփանակերտում ագրավ չկար, ծիծեռնակ ա լիքը։ Լիքը ծիծեռնակ ա։ Այդ մեկ, երկրորդը յուրահատուկ է օդը, Ստեփանակերտի, Ղարաբաղի օդը ոչ նման է Զանգեզուրի, Քաջարանի, Կապանի օդին, ոչ էլ նման է Երևանի։ Լրիվ յուրահատուկ օդ է ինքը։ Դա ես եմ ասում, որովհետև տարբեր տևերում էլ եմ գիտում ոնց է։ Ջուրն է ուրիշ, մարդիկն ուրիշ։ Հնարավոր չի փողոցում Ստեփանակերտի մի մարդու տեսնաս ստիրած կողքավկյան անցկենան քինեն, չէ, շրջապատելու են, ախպեր ինչ հելա ցավը տանեն, ինչա օգնիմ։ Բայց այսօր մեծ քաղաքներում մարդիկ կարող կողքավատ քինինսկի հարցնի վեճ, ինչա պատահալ քեզ։ Իսկ Ստեփանակերտում բոլորը հայ են, բարիս բուն իմաստան, կարեկիցն, սրտացավն, ուզում են հարեհասել են քեզ, քո վշտին օգնածնին, քեզ սփոփին։ Ղարաբաղի հայը դա բացառիկ հայ է, դա ուրիշ հայ է։ Դրա հետ Ստեփանակերտը ինձ համար երկրագնդի կենտրոնն է եւ իմ ընկալմամբ երկրագունդը պատտվում է Ստեփանակերտի շուրջը, ոչ թե իր առանցքի շուրջը։ Իսկ ինչ շենքեր ա դա ինչ որ շատը քլասիրելի շենք, եկեղեցի, կառույց, ինչ որ փողոց։ Հաշվեցիք ասած մի նկարը։ Ամենաշատ Ստեփանակերտում ես սիրում լալ Վազգեն Սարգսյան փողոց։ Պիտաչուկից որ քինում ա դիպիկ հին պոլիկլինիկան, այն Դավիթի հյուրանոցը որ կա, Իշխանյան Դավիթի, վերևի եկեղեցին, այդ փողոցը մի անգամ կիմին ասալում, ասում մտքավս անց չկացա, որ տիա, ինքը Մոնմարտրի նման է, այդ փողոցը իր դիքավ, իր այդ աստիճանները, Մոնմարտրն է հիշեցնում, Փարիզի, այդ ռելիեֆը այդպիսին է, ես այդ փողոց շատ եմ սիրում, ահավոր շատ եմ սիրում, իրիկուն մանավանդեղ քայլել է, դա ուրիշ փողոց է, լավ։ Ստեփանակերտի ամեն մի անկյուն ինձ էտի հոգի հարազատ է։ Վերջո 76 թվից ես ընդեղ եմ ապրում մշտապես։ Ամեն անկյունը ինձ հոգի հարազատ է։ Տիմի պեն չկա, որ ասեմ, այդ մեկը քիչ եմ սիրում, այդ մեկ թատրոնն եմ շատ սիրում, թատրոնի շենքը շատ ունիկալ շենք է, շատ լավ նայենք։ Պետական համալսարանի շենքն եմ սիրում, որտեղ այնտեղ հիշողություններ ունիմ ուսանողական տարիների, որ մին ասեմ, պոլիկլինիկան էլ ուրիշ հիշողությունները առաջ բերում եմ մեջ, ծնդատունը, որտեղ աղջիկս ընդեղացնվա, 6 օր անձրևի տակ մեքենա, այդ օրերին անձրև էր, մայիս ամիսն է, 6 օր մեքենայի մեջ ես կացալ եմ, քեցալ չեմ տոն, 6 օր էլ ամեն օր անձրևակ է Ստեփանակերտը, այդ վիճակն, ամեն գիշեր, ամեն քշեր, ես կարեմ չում քոննիմ, երբ որ պարկում քնիմ, մի ժամ թվում է, թե երկար ժամանակ քնած եմ, բայց երում կեն տեսնում մի ժամ է անցկացած, տեսնում կեն փողոցում սիգարետ ծխում, կեն պարկում, մի կերպ քնավ մսնում, հետո նորից եկենում, նորից կենում ծխում, ամբողջ գիշերը այդպես, որովհետև անընդհատ միտը սանգում եմ Ստեփանակերտը, միտը սանգում իմ տոնը, միտը սանգում իմ գրապահարանը, բացառիկ գրքեր ունեի, բացառիկ, այդ բոլորը մնացալ այնտեղ, իմ արխիվը մնացալ այնտեղ, պատրաստ 2 գիրք ունեի, որ պիտի տպագրվեր, մնացալ այնտեղ, այդ բոլորը ցավ է պատճառում ինձ,
եւ ամենաշատը ցավում համասարանի հետ է, որովհետեւ այդ շենքը որ կառուցալ են փաստորեն մեր ուսանողները գրեցալ չուն օգտվին, թամամ մի ամիս էլ չեն դասի կեցալ, ես միշտ ցավում ապրում որ այդքան գեղեցիկ շենքը թողալ ենք թուրքերին, ահա որ վատ է, ահա որ ծանր է ինձ հետի, մանավանդ որ այդ շենքում ես ամեն օր մտնում եմ դասի, ես գիտում այդ շենքը ինչ է Իրանից ներկայացնում։ Վերջին հարցը մեր մշակութային առանձնահատկությունները եւ մեր սովորությունները։ Օրինակ, կարիք խոսիկ, ինչ լեզվով ընկնել դե խոսելիս, մեր բարբառը, ինչ առանձնահատկություններ ունի մեր բարբառը, ձեր կարծիքով։ Տատե, Ղարաբաղում ես խոսում լալ իմ բարբառով, բայց քանի որ Զանգեզուրը Սյունիքը, մեկ է Ղարաբաղը, այդ միած Սյունիքը, բարբառի տարբերությունը շատ քիչ է։ Քաջարանի մարդը, Ղափանի մարդը, Ստեփանակերտի մարդը իրար հետ որ խոսում են, բարբառի տարբերությունը շատ աննշան է։ Հիմնականում նույն ձևի են խոսում։ Արարատյան դաշտավայրի խոսույթը ուրիշ է, Լեննականինը, Գյումրիինը ուրիշ է, բայց Սյունիքինը միանման է։ Ստեփանակերտում ես խոսում լալանենց ոնց որ հիմա եմ խոսում, դա Զանգեզուրի բարբառը, բայց նաև Ղարաբաղի բարբառն է։ Իհարկե Ղարաբաղում Հադրութը, Մարտակերտը, Մարտունին մի առանձին բեներոնին, Մարտակերտ ասում որ դղանես, Հադրութ ասում քիչ կասեմ, Մարտունին ասում մի կաչելեր, այև այլ։ Բայց հիմնականում տարբերությունը չնչին է։ Գրական միջավայրում գրական հայերեն եմ խոսում, իսկ առօրյա կյանքում Ղարաբաղի բարբառով եմ խոսում։ Եվ յուրահատուկ է ինքը։ Յուրաքանչյուր Ղարաբաղի բարբառը մինակ կա բառ, որը գրական հայերենում չկա։ Գրական հայերենում կարեն չուս ասիս այդ ձին, ասմա ձին գիրտ վնարա։ Այդ գիրտ բառը գրական հայերենում չկա, բայց անգամ Վերենիկ Դեմիրճյանը իր Վարդանանք վեպում այդ Ղարաբաղի գիրտ բառը օգտագործալ է իր վեպի մեջ։ Ղարաբաղը դա յուրահատուկ է։ Բնությամբ, իր օդով, ջրով, մտածողությամբ, ժենգելով հացը, Հայաստան հաց չեն թխում ժենգելով, թխում են, բայց Ղարաբաղի ժենգելով հացն է աշխարհում տրաբրենդ։ Որովհետև Ղարաբաղի ժենգելն էլ ուրիշ համ ունի։ Ստեղ Երևանում ծախում են, չէ ժենգելաված, համեմատելի չի ընդեղին, ախր նրա արամատը ուրիշ է, էլա։ Այն բույսերի համ ու բուրմունքների ուրիշ է, տատե։ Դրա համար Ղարաբաղը դա դրախտ է։ Մուկ բոլորս, արտաքսվալը դրախտից։ Մի քանի անասունի պատճառով, կներեք որստի եմ ասում, Ղարաբաղցուն հաղթելը հնարավոր չի, Ղարաբաղցուն ծախալն, մուկ Ղարաբաղը պադարկա ենք տվա, մուկ չէ, դվողները, բայց Ղարաբաղցուց հաղթալ չեմ, թուրքը հաղթալ չեմ, իրան նվեր են տվա Ղարաբաղը, որը ես թվում է ժամանակավոր է, մուկ հետ երենք ունելու, թողելու չենք։ Ձեր ընտանիքում ինչ եք սիրել նշիկ, օրինակ Զատիկը, Նոր տարին, հետավանդական իրադարձություն են, տոները ոնց եք նշում։ Դե հիմնականում Նոր տարին, բայց յուրահատուկ տոնալալ ինձ հետի սեպտեմբերի 2-ը, մայիսի 9-ը, նոյտը մայիսին և Շուշիի ազատագրումը կլանշում, և հայրենական պատերազմը, հաղթանակը, Ստեփանակերտում ապրված յուրաքանչյուր օրը դա երջանկության մի շքահանդես է ինձ համար։
նոր տարին դե նոր տարի հասկանալ է, բայց հենց այն որ Ղարաբաղցի զինվորները իմ պատշգամբի տակ ավանալ մարշրով կանելով քինում հրապարակը, որպեսզի պարադի մասնակցի։ Դա սիրտը ճախրում ալան հպարտությունից, որ դու ունես այդպիսի երկիր, ունես այդպիսի բանակ, որը ավերալ են դրածոշները, ծախվածները։ Մինչև կյանքիս վերջը ես մոռանալ չեմ, որ Ղարաբաղը երբեք թուրքերը գրաval չեն, իր պատմության մեջ։ Սա առաջի դեպքն է, որ Ղարաբաղցին լքալ է իր բնորանը։ Իսկ դա լքալ է ինչի համար, դավաշանության արդյունքում։ Դաթե, մենակ վերջին օրը, սեպտեմբերի 19-ին, թուրքերը 200 զոհ են տվա, մի օրում։ Այդ ոնց է տրավ, ում կրվել ես չունքլա, բայց այդ 200 հոգի ոնց են բանրա։ Իսկ ստեղ մարդիկ կան, ասում Ադրբեջանը մեզ հաղթեց 600 հոգով։ Այսինքն են 5000 զոհը լանդի է, 600 հոգով մեզ հաղթալ։ Բա 44 օր հովել է կռվում, եթե իրանք 600 հոգա մեզ հաղթալ։ Մի խոստուրեմ Թումանյան ասում իսեր ասում, մի խոստուր թաչի մի ղաչաղել ես կտրնամ։ Այդ վիճակ։ Չի պերներ կարիք պատմիկ 23 թվի այս 4 օրը դուք հունց կստեղ հսալ, հունց կտանան տուսի եկալ, լիստի այսի։ Ադե դա ահավոր պենա, 3 սուտկա մուկ ճանապարհ ենք եկա։ Դու պատկերացրու 3 ժամ մեքենայի մեջ նստած ու մեկ էլ հնարավորություն կա քնել 10 սանտիմ մեքենա առաջ տամ, նորից կանգնում, մի 3 ժամ, նորից 10 սանտիմ առաջ տամ, կանգնում, այս վիճակում, 3 սուտկա ճանապարհս քնում, 50 կիլոմետր է Ստեփանակերտից Բերձոր, էլի, բայց 3 սուտկա ճանապարհս քնում, եւ հալամ հայտնի չի, քո առաջին ինչ կա, այդ անորոշ վիճակը, որովհետեւ թուրքերը գիտում են ես ում, շատ լավ են գիտում էլի, բազմաթիվ հաղորդումներից եւ այլն։ Ես նախորդ ինձ հետ իմ մեքենայից հետևից մի հատ տղա կար մեքենայով, ես իր հետ պայմանավորում եմ, ասամ եթե ինձ տանի տամոժնյայում էլի այդ պենում Լաչինի անցակետում, Հակարի կամրջի վրա, ասամ եթե ինձ տանեին, կինս ու աղջիկս իմ մեքենան արդեն վсё ձեքը քաշում, սուս-պուս նստում եք այդ տղայի մեքենան քինամ, էլ կյամ չիկ, պապա եւ այլն, չէ, բայց փառք Աստծո այդ պահը անենց էր, որ թուրքերս շատ եշալ չեն դոկումենտներս բեն, լաստի արաստի եշապեն, հետո այդքան սուտկա անթրաշ եւ այլն, ասավան կեցեք։ Այս վիճակը լավ, թվում է թե գեհենից պրծալս, երբ որ Հակարին անցս գնում, մտածում ես որ գոնե սաղանք մնացա, այս վիճակն է, բայց Ստեփանակերտը Ղարաբաղը մնում է լավ, ինձ էտի դրախտ, հիմա ես իմ հաշի վրա ձուկը հենա ավազի մեջ վերընգած, անդադ թպրտում ահոքիս, ես ինձ զգում չում, լավ չում, Ղարաբաղում ես երջանիկ եմ լավ, ամեն առումով, դա չի նշանակում, որ ես պալատներ ունեի, չգիտեմ ինչեր, չէ, սովորական 2 սենյականոց մի բնակարան է իմ տունը ելալ, 22 տարի վարձով ապրելուց հետո, բայց աշխարհի ամենագողտրիկ անկյունն է ինձ հետ, ամենասրտամոտ անկյունն է, որովհետև ես ինձ զգում լալ իմ տանը, ես զգում լալ իմ շրջապատում, իմ հարազատների հետ, քաղաքի բոլոր մարդիկ իմ հարազատներ են մնա, որովհետև տնից դուսում կյամ ամեն քայլափոխի բարև ընտամ,
բարև, դու քեզ երջանիկ ես զգում, որ այդքան մարդիկ քեզ ճանաչում են եւ դու իրանց հարգանքին ես արժանանում։ Ստեղ փողոցով առավոտից երեկոքին դες քեզ մեկը բարևատա, որևէ մեկի վեճի չի, դու վատս քեզ զգում, թե լավ ես զգում։ Ստեփանակերտի չի, դիչ Ստեփանակերտ։ Անկամ են պակաս պրատ օրերին բլոկադայի այդ հարևանդ գիտում ա դու ունես քուճաշը պատրաստում։ Կյամս ասма քեփիտնիչկյան, չէ որ ես տսան վառումա ճաշի տերությունը մրա։ Այդ սրտացավությունը կար, այդ հոգատարությունը կար Ղարաբաղում։ Բոլոր մարդկանց մեջ։ Բացառիկ մարդիկ կարող է մատների վրա հաշվից որ վատն են։ Այդ վատը ինձ չի հանդիպել։ 76 թվականից ընդեղ եմ ապրում։ Ինձ որևէ վատ մարդ հանդիպալ չի։ Առաջ անգամ որ ես եկամ Ստեփանակերտ, ես գնում չունա այդ քաղաքը։ Ինձ ուղղակի մարդ կար, ասեց հունց քինիմ Ստեփանակերտ։ Եկալ եմ ավտոկայանը մկշացալ, տաքսի վարձա, որ տանի հյուրանոց, ես հյուրանոց տեղ գեմ չու։ Տաքսու մեջ մի մարդ կար, պասաժիր։ Շոֆեր ասма նստի, ասма հա թու նստի։ Բեցրացանք հյուրանոց, այդ հրապարակի կողքի Արցախ բանկը որ կա, առաջնեղ հյուրանոցը։ Եկանք կանգնա շոֆեր ասма թե գաստինիցան էթա։ Ես այն պայուսակը սոզում յուրոնին տուսկյա, այդ պասաժիրը ասма դու պայուսակը թողկենա, դու նիմը տես մեստակա թաչե։ В общем, կեցալամ հարցրալ, ասма հա տեղ կա, եկալ եմ պայուսակս որ յուրոնիմ, համ է փողը տամ, այդ պասաժիրը ասма փողին այդ գործչոնից, այդ որ ասամ պայուսակը թողմանա, նրա հետի որ եթե մեզ տաչիներ գաստինիցումը, գիշերելու տեղ չինի, քեզ բիդի տանեի մրտոն, ես կարել չմ ғարիբ մարդին թողին փողոց, այդ առաջին Ղարաբաղցին որ ինձ հանդիպալա, ու ես այդ պահից սիրալ եմ այդ քաղաքը, իսկ այդպիսի վերաբերմունք, մանեք Մոսկվա, Լենինգրադ, չտեղ ոզում ես քինի, հանդիպելու չես, հազարից մի անգամ կարող է հանդիպի ստիպել, բայց Ղարաբաղցի այդ օրիշ մարդը, երբեք նա ғարիբին թողել չփողոցում, կտանի իրա տուն, իրա հետ իրա բաժին հացը քեզ հետ կկիսի, Ղարաբաղցին այդ մարդն է, դրա հետ ինքը սերուցքն է, հայ հասկացողության սերուցքն է, ազնվական տեսակն է, գիտեմ չեմ խոսքով, Ղարաբաղը տավարիշն է, դրա հետի Վարդան Հակոբյան ասում է, ես երկ չունեմ Ղարաբաղի մասին, որովհետև Ղարաբաղը դա ավելի վեհպեն է, քան կարող եմ ես գերի։ Ինչոց։ Շնորհակալ եմ շատ։ Հա, ինչի՞ է։